Չգիտեմ ինչ եղավ, մեկ էլ հանկարծակի նյարդայնացավ։ Սիրելի ընտանիքներ եւ մարդիկ, ովքեր ուղեկցում են աուտիզմ ունեցող անձանց։ Կիսվում եմ այս մտքով իմ սեփական փորձից։ Աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ երբ մենք օգտագործում ենք նկարներ, պիկտոգրամաներ կամ որևէ խոստում ենք տալիս աուտիզմով անձին, շատ կարևոր է փորձել, որ մեր խոսքերը կատարվեն։ Օրինակ, եթե մենք ասում ենք. հիմա կկատարենք ֆիզվարժություն ու հետո ես քեզ թխված կտամ, երեխան այդ միտքը շատ հստակ է ընդունում։ Մենք կատարում ենք ֆիզվարժությունը, բայց ինչ որ պատճառով թխվածքի փոխարեն նրան տալիս ենք հյութ, առանց բացատրելու փոփոխությունը։ Նա սպասում է իր թխվածքին եւ վերջում կարող է հուզականորեն պայթել։ Ու ոչ թե որովհետև դա կամաճույք է, այլ որովհետև նա սպասում էր հենց այն բանին, որը իրեն խոստացվել էր, եւ ոչ ոք չբացատրեց, որ ինչ որ բան է փոխվել։ Կարևոր է, որ նախապես տեղեկացնենք եւ հանգիստ բացատրենք։ Գիտես, այսօր թխվածք չկա, այսօր հյութ է լինելու։ Այդ փոքրիկ բացատրությունը կարող է շատ բան փոխել։ Խոսքը վստահությունը քիչ-քիչ օրեցօր կառուցելու մասին է։ Դա նրանց տալիս է հանգստություն, իսկ մեր համբերությունը